օրյա պատերազմ։ Հայ զինվորը մարտնչում էր թե թուրքի դեմ, թե իր հրամկազմի դեմ, իր դավաճան հրամկազմի դեմ։ Այն հրամկազմի, որի գնդի հրամանատարը առաջինը զորամասից դուրս է բերում կոֆեի ապարատները ու փախնում թողնելով զորքին։ Եվ սա այն դեպքում, երբ որ 44 օրյա պատերազմի ժամանակ մենք ունեցանք 10,000-ից ավել հաշվանդամ, 5,000-ից ավել զոհ, սակայն 1000 հոգի մարդ, 1000 հոգի ընդամենը, 500 թող լինեին հաշվանդամներից, 500 թող լինեին զոհվարներից, իրար չմիացան և փողոց դուրս չեկան, 1000 հոգի։ Փողոց դուրս չեկավ և 2021 թվականի ազգային ժողովի ընտրությունների ժամանակ չասեց. Նիկոլ, անբարոյականի զավակ, դու ինչ դեմքով, ինչ երեսով, ինչ խղճով ես նորից գալիս և մասնակցում ընտրությունների, ով ես դու մարդկային վիժվածք։ Չասեցին, ընդհակառակը, մինչև հիմա իմ տեսողության մեջ տպավորվել է այն տեսարանը, երբ Նիկոլ Փաշինյան կոչված անբարոյականի զավակը քայլում էր Շենգավիթով և կնի երեխա մարդ բեժամայով ձեռները թափ էին տալի և ողջունում էին։ Կարծես Ալեքսանդր Մակեդոնացին էր անցնում Դարե երկրորդին գահանքեց անելուց հետո։ Եվ այս իրավիճակը բերեց հանգեցրեց նրան, որ մենք այսօր անպաշտպան ենք, որ մենք այսօր չունենք ոչ մի տոն, որ մենք այսօր չենք գնահատում զինվորին, այն նույն զինվորին, որը հիմա կանգնած է սառնամանիքին, մինչև վզիտակը ձան մեջ, անօգնական, առանց հասարակ տարական պայմանների, որտեղ անգամ շունը չի մնա մեկ րոպե։ Իսկ մենք հանդուրժում ենք, մենք լռում ենք, մենք դա չենք տեսնում, և մենք շարունակում ենք գնալ այն մարդկանց ցույցերին, բարօրինակ մի քանի ամիս առաջ, որոնք որ առհասարակ բանակի հետ ոչ մի կապ չունեն, լինելով երիտասարդ, իրանք փախել են բանակից, են Արամ Բարթևանյան, Միրիջանյան, Եսիմի, չեմ էլ ուզում դրանց անունները տալ։ Այսինչի վերածվեց այս ազգը։ Միթե սովետական միությունը իսպիսին էր դաստիարակել ձեզ բոլորիդ։